Սարից դու գիտես այն օր ինչ եմ իմացել, որ սերը վարակովի է ու բառի բուն իմաստով։ Այսինքն, եթե գիտնականները պարզել են, եթե ընկերական շրջապատում մեկը սիրահարվում է, շատ մեծ է հավանականությունը, որ այդ ընկերական շրջապատում բոլորը կվարակվեն ու կսիրահարվեն։ Իսկ քո շրջապատում սիրահարված մարդիկ կան են։ Ոչ, եթե լիներ ես էլ կվարակվեի, որտեղ ես սեփական կարծիք չունեմ։ Լավ կատակ եմ անում։ Սա 3 ավելորդները շոուն է, dating շոուն, ժամադրություն շոուն, որտեղ մարդիկ հանդիպում են, սիրահարվում են եւ իհարկե խոսում են հարաբերությունների մասին։ Ամեն էպիզոդի ընթացքում մեզ միանում է 3-րդ ավելորդը եւ մենք միասին ենք փորձում բացահայտել մեր մասնակիցների կարմիր դրոշակները, դե red flag-երը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք Կարեն ջան։ Հրաշալի։ Հիմա եկեք մի հատ մենք միշտ sense հարցումներ ենք անում։ Հիմա ձեզ հարցնեմ, օրինակ ձեր կյանքում որն է այն red flag-երը, որն է այն կարևոր չերը կնոջ մեջ, որ օրինակ դուք գնաք իր հետ հանդիպան, ես գիտեմ, որ դուք ամուսնացած եք, մինչև ամուսնություն, որ գնաք իր հետ ժամադրության, ձեր համար red flag-էր լինելու եւ դուք ասեք, չես, կներես բարի գիշեր, հաշիվը փակում եմ, ես գնում եմ տներով։ Նախ եւ առաջ ինձ համար շատ կարեւոր է կնոջ համեստությունը, այսինքն չափի զգացողությունը, անտանելի է, սարսափելի է, չեմ կարողանում տանել շատ ու արագ խոսացող կանանց։ Մենք իրար հետ հաստատ յոլա չենք գնա մինուս։ Հույսը մեր ստուդիայում երբեք չի մարում։ Դիմավորեք մեր մասնակցին, ում հույսը երբեք չի մարի մեզ հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Բարև ձեզ։ Հարիվ ջան։ Բարև ձեզ։ Կարամ ես արագ իմ հարցերը տամ, հետո դուք ձերը։ Խնդրեմ, մենք ընթացքում եթե հարցեր ունենանք, ինձ թվում է Կարելի է, չէ՞։ Ստանդարտ են բազովի հարցերը։ Ղարիբ ջան, քանի տարեկան եք, որտեղից եք, ինչով եք զբաղվում։ 25 տարեկան, ես մասնագիտությամբ մենեջեր եմ, աշխատում եմ իրավաբանության ռեստորանացիային համալիրում, այժմ էլ 3-րդ մասնագիտությամբ իրավաբան ապագա, այժմ սովորում եմ իրավաբանական ֆակուլտետում։ Հետաքրքիր էր մասնագիտական ընտրությունը, բայց մինչև մասնագիտությունների ընտրությունը, որովհետև մի քանիսն էին ոնց հասկացանք, բայց եթե խոսենք ավելի շատ այսպես հարաբերությունների եւ մեր հաղորդման հետ կապված, այ ինչ ակնկալիքներ ունեք այսօրվա թողարկումից, որովհետև ամեն դեպքում երկու գեղեցկուհիները այսօր պայքարում են ձեր համար, ինչ ակնկալիքներ կան։ Իհարկե, քանի որ ես չունեմ ընտրյալ, իհարկե շատ հաճելի կլինի, եթե գտնեմ նրան այս հաղորդման շնորհիվ, ու կախված արդեն շփումից։ Իսկ ինչ չափորոշիչներ կան, ինչ ակնկալիքներով եք եկել, ինչ տեսակ պիտի լինեն օրինակ այն աղջիկները, որոնք դուր կգան։ Չափորոշիչ որպես այդպեսին հատուկ չկա, իհարկե համեստություն, դաստիարակություն առաջին հերթին։ Տեսքը իհարկե չեն կարող ասել, որ կարևոր չի, կարևոր է։ Տեսքը չեն կարող ասել, որ կարևոր չի։ Նկատի ունեմ, բայց դա իհարկե առաջնային կարևոր, այո։ Դեղ են մեր աղջիկները։ Իրա համար պայքարում են։ Օй, ապրես Կարեն ջան։ Վերջին անգամ երբեք սիրահարված եղել, բայց այն մակարդակով, որ փորում թիթեռնիկներ լինեն, այդպիսի սիրահարվածություն երբեք ունեցել։ Չեմ ունեցել, թիթեռնիկները որ հասնեն փորը։ Այսինքն նշանակում է չեք սիրահարվել։ Ինչպես։ Նշանակում է չեք սիրահարվել, որովհետև թիթեռնիկները մենակ այդ պարագայում են առաջանում։ Չէ, եղել է հավանեմ դուր գալ շփվենք, բայց շարունակություն չի եղել, հասկացել ենք, որ չենք համապատասխանում։ Այսինքն դուք այսօր եկել եք թիթեռնիկների հետևից։ Ցանկալի է։ Իսկ կարաք ասեք ձեր համար օրինակ կնոջ իդեալ, որ ասում են որն է հայտնիներից օրինակ բերեք, որ հասկանանք արտակնապես օրինակ ով կարա ձեր դուրը գա։ Արտակնապես իդեալի իմ իդեալի հետ կապված, եթե այսպես ասենք, արտակինը կապ չունի, կարևորը բնավորությունը, օրինակ իմ համար որպես կնոջ իդեալ, օրինակ Էմմա Ուաթսոնն է, այսինքն շատ հետաքրքիր գեղեցկուհի։ Հա, իմ համար իր արտակինը չի կարևոր, այլ իր տեսակը, այսինքն Բայց դուք շփվել եք իր հետ։ Բա որ դեպի։ Էմմա Ուաթսոնի ելույթները ֆեմինիստական, կենդանիների պաշտպանություն, հումանիզմ, սոցիալական, այսինքն իր այդ վերաբերմունքը մարդկանց հանդեպ, այդ հասարակ հագնվելը, այդ անգամ ինքը իր համար հագուստ էր, այդ հոդվածները շատ եմ կարդացել, հետևում եմ իրան, հա, որ այդ աղբը որ հիմա վերամշակում են, չէ, տոբրակներ թվը, դրանից անգամ ինքը հագուստ ունի կարած, այսինքն իրան ինքը ընդգրկում է հասարակության մեջ, ինքը իրան վերջի դասում բոլորից
սովորական մարդկանց պես, այսինքն այդ բնավորությունը անգամ իր հեղինակությունը, իր հայտնիությունը չի խանգարում լինել հասարակ, լինել սովորական մարդ մեր պես։ Իսկ հետ եղել է, որ գնաք հանդիպման ու աղջիկը նենց տարօրինակ բանանի, որ ասեք ստեսությունից հետաքրքիր չես թվում։ Չէ, հանդիպման ժամանակ գնացել եմ, այդ ժամանակ չեղել, բայց դրանից հետո եղել է։ Օրինակ ինչն է եղել, որ չեք ուզեցել շփվել։ Այդ ոնց որ ասում էի արդեն, այդ խոսալու կուլտուրան, հա, այսինքն հիմա քիչ անկես լինել։ Ուզում հասկանամ ինչ պետք, ոնց պետք է խոսի, որ ձեր դուրը չգա։ Փողոցում բարձր խոսալու։ Բայց ասենք իր ազատությունն է, ուզում է բարձր խոսած իծաղա, ինչ վատ բան կա տեղ։ Դե չէ, օրինակ հասարակության մեջ եթե նստած տեղում եք, որ պետք չի որ աղջիկը բարձր խոսա։ Դե նորմալ չի որ բարձր խոսա, բայց եթե ուրբաթ օր է, ասեք ինքն է մի քիչ գինովցած է, հա անում, ձեր համար դա օքեյ չի։ Եթե օրինակ լայն մեծ հասարակության մեջ են, քաղաքի կենտրոնում չէ, ինձ թվում է օքեյ չի։ Հետաքրքիր էր, որովհետև եթե հաշվի առնենք զրույցի սկզբի հատվածը, Emma Watson, ավելի սոցիալական ինչ-որ բաներ, բայց հետո ինչ-որ սկսեցի կարծրատիպային բաներ ասել, մի քիչ կարծրատիպային ինչ-որ բաներ ամեն դեպքում եղան, կապված, բայց գուցե ինչ-որ չափ կա, որ մենք դա չենք պատկերացնում։ Մի հատ կարամ հարցնեմ, իսկ քո համար ավելի զուտ հետաքրքիր է, ավելի լավ չի, որ այդ աղջիկը անկեղծ է քո հետ ու իր էմոցիաներն էլ է քո հետ կոմֆորտ ու ավելի ազատ, այսինքն երբ որ հա ինքը իրան թույլ է տալի, դա խոսում է նրա մասին, որ ինքը քո կոմֆորտի մեջ է, իր կոմֆորտի մեջ է ու ինքը քո հետ ազդիվ է, ոչ թե տափուկ, վայ ես բարձր չեմ դիտաղում բան, թե քեզ օքեյ է, որ ինքը լինի ձևական օրինակ։ Հա, եթե բնականից է ցույց է տալիս ուրիշ, բայց եթե օրինակ գինովցած է լինում, չէ, չեմ ընդունում։ Okay։ Լավ, մենք արդեն մեր հյուրերի հետ երկու աղջիկներին կտեղեկացնենք այս մասին։ Առաջին հարցը արդյոք դուք խմում եք թե։ Գինովնում։ Ասենք հենց ծիծաղ է, տենեք ինչքան բադ դեցիբելի վրա է քո ծիծաղը։ Դուք կարող եք արդեն գնալ եւ պատրաստվել առաջին ժամադրությանը, իսկ մենք ձեր փոխարեն նախնական այսպես կփորձենք հարցախեղ տանել տեխնացուներին, գեղեցկուհիներին։ Դե ինչ արդեն ժամադրությունը։ Մենք էլ ենք գալու ձեր այդ առաջին ժամադրության։ Իսկ դուք պատրաստ եք տեսախցիկների առաջ խոսել ձեր red flag-երի բացասական կողմերի մասին, իսկ մեր տեխնացուները պատրաստ են։ Ծանոթանանք նրանց հետ։ Իսկ հիմա Ալինա Կուրձյանին ասում ենք բարև ձեզ Ալինա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք։ Հրաշալի, ինչ տրամադրվածություն կա, ինչ ակնկալիքներ կան այսօրվա նախագծից։ Պատրաստ եք գտնել ձեր երկրորդ կեղծին։ Փորձեմ։ Լավ։ Եթե նա գոյություն ունի։ Ալինա ջան, քանի տարեկան եք։ 23։ 23 տարեկան։ Ունեցել եք լուրջ հարաբերություններ։ Ահա, ունեցել եմ։ Քանի անգամ, ինչքան ունեցել եմ մի անգամ։ Եթե գաղտնիք չէ, կարող եք պատմել, թե ինչու ավարտվեց այդ հարաբերությունը։ Եվ ինչ տվեց ձեզ, ինչ փորձառություն տվեց։ Ինչ շատ մեծ փորձառություն տվեց մարդկանց հետ շփվելու, առհասարակ սահմանները ունենալու, որովհետև երբ որ շփում էի, չունեի իմ սահմանները, շատ լսող էի, շատ խելոք էի ու շատ ենթարկվող։ Մինչև անգամ տանից դուրս չգաս, չաշխատես ու շատ ընկերների հետ սահմանափակել էի իմ շփումը։ Բա ոնց եկաք այդ գիտակցմանը, որ դա աբյուզիվ հարաբերություններ ավելի շատ։ Ես մասնագիտությամբ երգչուհի եմ։ Միշտ իմ կյանքը անցել է բեմերին, տենց ելույթներ եւ այլն, քննություններ, երաժշտական կյանք ու երբ որ սիրահարվել էի, արդեն տենց ինքնամոռաց էի սիրահարվել, տենց մի հատ տարիք էր անցավ։ Այսինքն առաջին պլանում սերներ, հարաբերություններն էին, քան մասնագիտությունը եւ սեփական նախաձեռնությունը։ Այո։ Այդ դեպքում ինչ եղավ այդ ամբողջ ճանապարհին, սերը մարեց, դրա համար հետո հասկացաք, որ այս հարաբերությունները էլ ձեզ պետք չի, որովհետեւ այն մյուսը խանգարում է։ Զգում էի, որ որպես անձ, որպես աղջիկ, ես չունեմ սահմաններ, որպես մարդ չեմ գնահատվում, այսինքն ինքը լավ աղջիկ է, իրան տանենք դնենք տունը ու վсё։ Ես դրա մասին չեմ հարցնում։ Սկզբում, երբ որ դուք սիրահարված էիք կամ սիրում էիք, այդ ժամանակ ձեր համար ամեն ինչ հրաշալի էր ու նորմալ, որ պիտի լինի այս տեսակ հարաբերությունները, ձեր փոխարեն պիտի որոշեն։ Սկզբում հա իմ համար նորմալ էր։ Հետո սերը մարեց, հետո հասկացաք, որ այս հարաբերությունները վատն են, սենց պիտի չլինի իմ անձի շուրջ։ Հա։ Հա։ Այսինքն հարաբերությունները մեղավոր չէին սիրո մարելու հետ, հա։
չէ, հարաբերություններ այնքանով կապ ուներ, որ արդեն այդ սիրահարվածության փուլը անցավ։ Հասկացա, որ իմ անձի հանդեպ տենց պիտի չլինի։ Ես ուզում եմ հասկանամ դուք սենց եք մտածում, որ սերը անկախ ամեն բանից լավ ու վատ հարաբերություններից կամ դիմացինից միևնույնն է մարում է։ Հա։ Կարծում եմ այո։ Դե ինքը երևի այս օրինակը ունի, դրա համար մտածում է, որ մարում է։ Ինձ թվում է բոլորս եթե վատ փորձառություն ունենանք սիրո մեջ, միանշանակ հիասթափված կլինենք ու չենք հավատա սիրուն։ Ինձ թվում է հիմա իր մոտ այդ շրջանն է։ Իսկ սիրել անդադար կարելի է։ Դուք բարձրեք ծիծաղը։ Ես ահավոր բարձր եմ ծիծաղում։ Իսկ բոլոր տեղերում եք բարձր ծիծաղում, թե զսպել Չէ, գիտեք։ ընկերական շրջապատում որտեղ որ կարելի է միանշանակ։ Իսկ փողոցում եղել են դեպքեր, որ ծիծաղ եք բարձր։ Շատ։ Շատ լինում է։ Այդ դա ձեր ժավադության ժամանակ բարձ կլինի։ Ալինա ջան։ Իսկ խմում եք։ Յակավից էլի, հա։ Okay, всё, это red flag է իր համար։ Գինով ցած տաքսիով կգնաք, թե կքայլեք մեր հրաշալի Սարյանով, Սարյան Չէ, փողոցով։ տաքսիով միանգամից տուն։ Տեսեք, լավ, Միանգամից տուն։ Ալինա, իսկ օրինակ ունես այդ բոլորին այս հարցը տալիս եմ, էլի, ունես celebrity crush-եր, ով քո համար օրինակ կասես, որ ինձ սիմպաթիչն են իրանք հայ արտիստներից կամ արտասահմանյան։ Չէ։ Ընդհանրապես Բայց մի հատ էլ հարց, որի հետ կապված նաև Կարենի տեսակետն է մեզ հետաքրքիր, վստահաբար։ Դուք ոնց եք վերաբերում, օրինակ, եթե դուք եք հրավիրում, այս շատ կարևոր հանգամանք, եթե դուք եք նախաձեռնողը եւ հաշիվը որոշում եք դուք փակել։ Ավելի փոքր կարծիք կունենաք տղամարդու մասին։ Չէ, մի քիչ կներվեմ, եթե թողի, բայց պատրաստ եմ վճարեմ։ Ասելու համար չեմ ասի։ Հա, Կարեն բայց սիրելի մարդու չկա այստեղ քննարկելու բան։ Ցանկացած պարագայում տղամարդը պատասխանատու է։ Բայց պարտավոր չի ըստ իս։ Պարտավորության մասին չի, պատասխանատու է։ Ընդհանուր առմամբ ես համաձայն եմ Կարենի հետ, ասեմ ինչի, որովհետև եթե օրինակ ես հրավիրեմ մեկին ժամադրության, ես հաստատ իմանալով որ ինքը կուզենա փակի հաշիվը, ես օրինակ կինոյի տոմսեր կառնեմ, թատրոն կտանեմ նես տեղեր, որ ինքը չհասցնի վճարել, բայց օրինակ որ նստենք միտեղ հաց ուտելու, ինքը ասի, ես ասեմ ես պետքա վճարեմ, ինքը ասի հա օքեյ, մի տեսակ sense կասեմ լավ, ես կվճարեմ, իմ համար վատ չի, ես պատրաստ եմ, եկել եմ, հա, բայց sense մի տեսակ sense մի քիչ sense կմտածեմ հետո, եթե ինչ-որ տղա այս ամենի գիտակցում ունի, հա, եթե նույնիսկ աղջիկն է հրավիրում իրան ինչ-որ միտեղ ու ինքն էլ գիտի, որ այդ աղջիկը հրավիրելը կարող է եւ փակի հաշիվը, եւ նույնիսկ եթե չունի ինքը հնարավորություն այդ պահին այդ գումարը փակելու, այնքան հեշտ է այդ ամեն ինչը ցրել ուղակի ու չգնալ։ Գնային ժամանակ, երբ որ դու պատրաստ ես, դա աշխարհի ամենասիրուն ժեստերից մեկն է տղամարդու կողմից։ Իսկ քո համար ո՞րն է առաջնային red flag-ը, որ դեյթի ժամանակ կարողա թողնես գնաս անգամ։ Երբ որ զգում եմ, որ ինձ խափում են կամ այլ աղջկանից զանգ, նամակ, տենց ինչ որ բաներ նկատել եմ։ Լավ, գուցե ինչ-որ ծանոթ է։ Ոչ մի աղջիկ։ Այսինքն, երբ որ դուք սկսեք հանդիպել, իր կյանքում ոչ մի աղջիկ պետքա չլինի։ Ոյ։ Աղջիկ ընկերներ։ Չէ, չեմ ընդունում։ Օ, red flag, red flag։ Կներեք ես հասկանում որ դա շատ կույս եք։ Ամսով զուգ։ Ինչ։ Զուգ։ Զուգ ես էլ։ Ո՞ոնց տենց։ Մարտին եք ծնվել։ Հա, սկսած։ Դուք տղա ընկերներ չունեք, այսինքն։ Հիմա ունեմ, բայց երբ որ հարաբերությունների մեջ եմ եղել կամ լինում եմ, այդ ինձ խանգարում է, ես չեմ կարող։ Ինչու՞, ախր շատ բնական եւ նորմալ է ունենալ։ Կարեն քո համար նորմալ է, որ աղջիկը ունենա ընկերներ տղա հարաբերությունների ժամանակ։ Նորմալ է։ Եթե դրանք առողջ հարաբերություններ են, չնայած նրան, որ ես մի քիչ նաև ուրիշ կողմից եթե դիտարկեմ հարցին, հարաբերություններ, բայց սահմանափակ հարաբերություններ, որովհետև տղամարդու ու կնոջ ընկերական հարաբերություններին այդքան չեմ վստահում, բայց ամեն դեպքում մի հատ ձեր հարցին էլ անդրադառնամ այսքան ձեր մասով, որ ասում եք օրինակ հիմա ունեմ ընկերներ, բայց որ դուք վաղը սիրահարվեք մի ուրիշին, այսինքն ընկերները այլ արժեք չունեն, որ դուք իրանց պիտի ասեք։ Իրանք արժեք ունեն, հարգված են իմ կողմից միանշանակ ոչ մեկ։ Այն ակնկալիքով եք ու այն հույսով եք ձեր ընկերներին ընտրում, որ ինչ որ մի օր ասելու եք հաջողություն։ Դե մեկը այդ օրը պիտի գա։ Բա այսինքն ժամանակավոր ընկերներ ունեք։ Չէ, հարգանքը ու փոխադարձ այդ հարաբերությունները կպահվեն, բայց ես չեմ կարա օրինակ ունենամ կողակից եւ հիմա ես իմ տղա ընկերոջ հետ կարամ դուրս գամ սուրճ խմելու, բայց երբ որ ես ունենամ կողակից, ես չեմ կարա իրան փոխեմ գնամ։ Ես ուզում եմ հասկանալ։ Ես չեմ ինչ վատ բան կա դրանում։ Չէ, որ եթե չեք անում, բայց չեմ անի, ես չեմ անի։ Ունեցող ընկերներ
ում հետ մենք շատ մոտիկ ենք, շատ մոտիկ ենք, անկեղծ այն ու այդ խանդ բան ասվածը երբեք չեմ զգացում, ես միշտ իմ համար այնքան տարօրինակ ու ես ահա որ լիքը տղաընկերներ ունեմ ու անկեղծ իմ ուղեղի մեջ չի կարա տեղավորվի այն փաստը, որ կարող է իմ կողակիցին ասի իրancs հետ մի շփվի, որտեվ ես իրancs հետ շատ մեծ ճանապարհ եմ անցել ամեն ինչ եմ տեսել, ինձ թվում է ընկերությունը հենց դրա համար է այդ ընկերություն կոչվում, էլի, ոչ թե, չգիտեմ, Իսկ եթե ձեր ընտրյալի համար նորմալ լինի, որ դուք ունեք տղաընկերներ, մեկը ես չեմ կարող։ Okay, ուրեմն դուք ընկերության մեջ իրա պարագայում չեք կարող, որ ինքն էլ ունենա աղջիկ ընկերներ։ Հա, չեմ կարող։ Իսկ քո համար կարևոր է տղայի օրինակ ստատուսը։ Շատ։ Իհարկե կարևոր է այնքան, որ վաստակի։ Ինձանից քիչ, չէ, նորմալ չի։ Դե ինքը լեվելով նենց մարդ պիտի լինի, որ ես ձգտեմ, իրանից լավը լինեմ, իրա նման լինեմ, լավը լինեմ։ Այսինքն կյանքի տարբեր փուլերում կարա տղամարդը ընդհանրապես չվաստակի, կարա շատ քիչ վաստակի։ Տղամարդը ինքը քայլող եւ շնչող բանկոմատ չի, մենք պետքա դադարանք իրան տենց ընկալել։ Ես լրիվ օքեյ եմ, որ ինձանից քիչ վաստակի, օրինակ COVID եղավ, ցավալի պատերազմական էտապ եղավ ու չի ստացվում այդ էտապում այդ մարդու մոտ, ասում ենք ստեցություն։ Եթե չի ստացվում, չենք ասում իհարկե ստեցություն, պայքարում ենք միասին հասնում ենք, անցնում ենք, եթե փոխհարաբերությունները նենց է հիմնված, որ դա առողջի մասին է։ Առողջի մասին է։ Իսկ եթե ուղղակի մարդիկ սիրում են տեղավորվել, քո հաշվին ինչ որ տեսնում են մի անգամ, երկու անգամ օգնում ես իրենք։ Դա անգամ տղամարդու դեպքում։ Դա արդեն նորմալ չի։ Մենակ տղամարդու դեպքում, կնոջ դեպքում դա նորմալ չի։ Հրաշալի է, Ալինա ջան, մենք դեռ կհանդիպենք։ Տուկ-տուկ։ Ես լսում եմ մեր երկրորդ տեխնացուի սրտի զարկերը։ Դիմավորեք նրան։ Բարև Լալի Մանուկյան ջան, ինչպես ես։ Լավ եմ, դուք ինչպես եք։ Լավ եմ, մերսի։ Լալի ջան, քանի տարեկան ես։ 19։ 19։ Բա քեզ պետք է այդ։ Ինչ ակնկալիքներով ես եկել այսօր այստեղ, ինչ ես սպասում։ Ճիշտն ասած, սենց շատ հաճելի է, որ այստեղ եմ այս պահին։ Ինձ թվում է կկիսվեմ իմ կարծիքներով, հաճելի է նաև ձեզ լսելը։ Իսկ հարաբերությունների հարցում ո՞նց ես, ուզում ես արդեն լուրջ հարաբերություններ ունենաս, արդյոք պատրաստ ես օրինակ ամուսնության։ Դե չգիտեմ, այսպես չեմ կարող ասել, որովհետև ինձ թվում է այս պահին ուսումն է կարևոր։ Ինչ ուսում ես ստանում։ Արվեստաբան եմ։ Օ, Նկարչության ուղղությամբ։ Նկարում եմ, հա։ Լալի ջան, իսկ եթե ուզում եք պատասխանեք, իսկ ունեցել եք հարաբերություններ, թե չեք ունեցել։ Չէ։ Սիրահարվածությունն, այսինքն առաջին սեր ասվածը, դա իհարկե բավականին ռոմանտիզացված է։ Առաջի սեր եղել է, թեկուզ սեր չասենք, լավ համակրանք, crush, ինչու ոչ։ Համակրանք եղել է, բայց որ ասեմ սեր չէ, հաստատ չէ։ Օրինակ չի եղել sense գիշերը ժամը 4-ի 5-ի կողմերը գրվեք ինչ-որ մեկի։ Չէ, հաստատ չի։ Լավ է։ Ունես վիզուալ հայտնի celebrity crush-եր։ Շոու բիզնեսից։ Այո։ Չէ, որ չկա դե։ Չէ, այտենց առանձնահատուկ մեկը չկա, որ ասեմ հայն է ինքը, sense ամեն ինչով լավ է բան Okay, քո համար վիզուալ տղամարդը ինչպիսին պետք է լինի, որ քեզ գրավի։ Լինի տղամարդ։ Բայց դա շատ ինչ-որ sense անհասկանալի արտահայտություն է, այսինքն մարդը եթե XY քրոմոսոմով է ծնվել, արդեն իսկ տղամարդ է։ Ինչ չափորոշիչներ կան դրա համար։ Լինի կայացած, ինձ թվում է։ Չէ, վիզուալ է, սպայն վիզուալն է կարևոր, հետո Արտաքին տվյալները ոնց Արտաքին Արտաքին տվյալները կազմվածքային գոն։ դե սիրուն լինի, ասում բոլորներ ուզում են որ սիրուն լինի։ Նայ, սիրունը շատ բան չափանիշներ են։ Իմ համար սիրունը Խավիեր Բարդեմն է, մեկի համար սիրունը Բրեդ Փիթն է, իրանք արտաքնապես շատ տարբեր են։ Որ մոտավորապես հասկանանք մեր հերոսի շանսերը կամ հակառակը։ Դե չեմ կարող ասենց բացատրեմ, ոնց ասեմ։ Բոյով, նիհար։ Հա, բոյով համակրելի։ Այ նախորդ հարցը հենց դրա մասին էր, որպես օրինակ, եթե ինչ-որ մեկին ասեիք, կհասկանանք։ Օրինակ, լավ, եկեք ես իմ օրինակները տամ էլի։ Խորեն Լևոնյան։ Փոխեք օրինակները, Չէ, դավաճանու Խորեն Լևոնյանը, Սաշանի Բեկանի։ Խորեն Լևոնյան, թե Սաշանի։ խնդրում եմ արձագանքեք։ Խորեն Լևոնյան։
Այո։ Ահա, շո հասկացա։ Մոտավորապես իրա նման էլի։ Ահա, դա շնորհակալություն։ Իսկ արդեն հիմա անցնենք ներքինին։ Ինչպիսին պետք է լինի, որ դու այդ տղային միանգամից ասես, չէ, իմը չի, ես չեմ սիրում իրեն։ Ես չեմ սիրում, որ շատ ցինիկ է լինում։ Որ ավելի շատ չափից դուրս, որ չափը անցնում է խոսալու ժամանակ։ Բոլորի մոտ այսօր այդ կա։ Բայց լավ, ինչ հատկանիշներ կան, որոնք որ դուք կարևորում եք մարդու մեջ, կարևորվող հատկանիշները ձեր համար։ Եթե օրինակ ես ինչ-որ բան ուզեմ անելու, օրինակ, չգիտեմ, չարքելի կամ չթողնի, ես օրինակ եթե չի թողնում օրինակ ինչ-որ բան անելու, չգիտեմ, այդ իմ համար մի քիչ, բայց այդ ես չեմ ասում վատ բան։ Օրինակ եթե ես դեպքեր, որ դուք օրինակ ձեր կյանքում, ես հասկացա դուք ինչ եք ասում։ Ձեր կյանքում գրանցվել են նման դեպքեր, որ դուք ինչ-որ մի բան արել եք, հետո հասկացել եք, որ դուք սխալ եք արել։ Եղել է, հա։ Իսկ հնարավոր չի, որ օրինակ դուք էլ այդ պահին, որ ինչ-որ մի բան ուզում եք անեք, այն մարդը, ով ձեզ համար պատասխանատու է, ձեզ ասում է, արի մի արա։ Կարող է եւ ինքը այդ պահին ճիշտ է։ Այսինքն դուք հիմա իրան սխալ կհամարեք, բայց այդ պահին դուք ուզում եք անեք, որովհետեւ դուք տենց եք ուզում, ու հետո կարող է հասկանաս, որ սխալ ես արել, թե կարժևորես, որ ինքը քո կողքին է, քեզ իր լավ խորհրդով նաեւ ուզում է օգտակար լինել։ Չէ, կարժևոր եմ իհարկե, որովհետեւ ես գիտեմ, որ սխալվել եմ։ Այսինքն ինքը ինձ լավ խորհուրդ է տվել այդ պահին։ Արգելքը նույնիսկ պիտի արդարացված լինի այս պարագայում, ցանկացած պարագայում, եթե արգելում ես, նաև պիտի կարողանաս դիմացինիդ հասնել այն կետին, որ ինքը հասկանա ինչու։ Տեղավորցնես, էլի կոպիտ։ Ավելի եթերային ասել, քննարկել, միասին քննարկել։ Այ հետաքրքիր է, մենք մեր նախորդ տեխնացուի հետ զրուցեցինք աղջիկ, եթե ձեր կողակիցը աղջիկ ընկերներ ունենա, դա ձեր համար ընդունելի է, թե չէ, ինչ տեսակետ ունեք այս մասով։ Դուք ունեք տղաընկերներ։ Ունեմ տղաընկերներ, հա։ Օրինակ, որ ասացի այդ արգելելու պահը, եթե ինքը ինձ արգելի, որ ես չունենամ աղջիկ ընկերներ, ուրեմն կներեք տղաընկերներ, ինձ թվում է այդ նորմալ չի, որովհետև ասենք ես իրանց հետ ավելի շուտ եմ ծանոթացել, ավելի մտերիմ են, քան դու, օրինակ։ Ասենց կոպիտ եմ արտահայտվում, բայց տենց է։ Իսկ դու կխանդես, որ իր կյանքում լինեն աղջիկա ընկերներ։ Հա։ Բայց օքեյ կլնես, չես ասի մի շփվի։ Չէ, իհարկե չեմ ասի, նախքան ինձ ինքը ծանոթացել է իրանց հետ, մտերիմներ են։ Բայց կխանդես։ Դե չգիտեմ, չեմ կարող հիմա ասեմ կխանդեմ թե չէ, բայց դե շփմանն էլ չափ կա ինձ թվում է, եթե չափը չանցնի, հա։ Իսկ համար որն է օրինակ առաջնային red flag-ը բացի լավ մարդ, վատ մարդ լինելուց։ Օրինակ գնում ես դեյթի, նստած եք հաց եք ուտում, այդ ինչ պետք է անի, որ դու ասես չէ, բայց հենց ռեալ բացած փակագծերով ասա։ Օրինակ, չգիտեմ, պետքա ինքը հաշիվը փակի։ Էդի քո համար լավ է։ Անգամ եթե դուք եք հրավիրել։ Եթե ես իր այդ ընկերություն եմ անում, եթե ես եմ հրավիրել, հա էլի ինքը պետքա փակի։ Բայց եթե ընկերներ ենք, օրինակ ընկերներ ենք, մենք չենք հարցնում, որտեղ ընկերության մեջ նորմալ է հաշիվ փակել, կիսել։ Հա, այդ նորմալ է։ Իսկ ձեր շփման եզրերը առհասարակ տղաների հետ ո՞նց է, որ օրինակ դուք այսքան ժամանակ տեսեք դուք հիմա եկել եք որպեսզի հարաբերություններ չէ հասկանաք կկարողանաք կառուցեք ինչ-որ մարդու հետ թե ոչ կհավանաք իրար թե ոչ օրինակ առհասարակ կյանքում առօրյա կյանքում ո՞նց է շփման եզրերը առհասարակ տղաների հետ որ դուք մինչև հիմա չեք գտել ինչ-որ մեկին կամ չեք հավանել ու եկել եք հաղորդման շրջանակներում ինչ-որ մեկի ակնկալիքով Դե գիտեք ոնց է ես միշտ մտածել եմ որ այդ պետքա լինի պատահական օրինակ ես չեմ կարող զորով ինչ-որ մեկին դաժե եթե հավանեմ ես չեմ կարող ասեմ արի շփվենք Առաջի քայլի մասն է խոսքը։ Հա։ Ինձ թվում է այդ պետքա պատահականություն լինի։ Օրինակ եթե հիմա հավանեք մեր այսօրվա հերոսին, այսպես ասած, տղային, կուներաք այդքան համարձակություն առաջինն ասելու, որ այո, ես ձեզ հավանում եմ։ Ինձ թվում է չէ։ Ես հասկացա, դուք սպասում եք, որ սպիտակ ձիով ասպետը, ասես դգլ պատահական կտեսնեք իրան։ Երևի։ Դե ինչ լալի ջան, մենք հիմա արդեն քեզ կճանապարհենք եւ կհանդիպենք արդեն ժամադրության ընթացքում, իսկ թե ոնց կլինի, թե ինչ կլինի, թե արդյոք պատահական կլինի, կիմանանք քիչ անց։ Ոայ շատ եմ ուզում գնալ ժամադրության, բայց իմ ժամադրությանը չէ։ Ինչ որ ուրիշ մեկի ժամադրության։ Գնանք, դուք էլ կարող եք։ Շփվեք իրար հետ։ Բարձր։
որ մենք լսենք։ Ուզում ես ես իմ կառոննի բանը անեմ, քանի որ ես միշտ նենց եմ անում, որ մասնակիցները շատ ցած ազատ լինեն։ Ես հիմա կերկեմ եւ դուք պետքա միմյանց բարի հրավիրեք, որպեսզի ավելի ազատ լինեք, համաձայն եք։ Իհարկե։ Չէ, ես չեմ ուզում բարեմ։ Այ օրինակ իմ համար շատ կարևոր է նաեւ որ իմ կինը ապագայի իմ ընկերուին կամ այն անձնավորությունը մեր շփումը շատ լավ հումորի զգացում ունենա։ Շատ լավ։ Կոմոդ հումորի զգացում, անդադ ես հումորներ անեմ, քանի որ ես ինքս էլ շատ եմ սիրում հումորներ, ոնց ես վերաբերվում դրան։ Շատ լավ։ Օրինակ դու ինչպես ես վերաբերվում այն հարցին, որ օրինակ չաշխատես։ Նորմալ։ Նորմալ է, չես թվում, հա։ Ես էլ եմ կարծում, եթե դու ցանկություն ես աշխատելու, ես դրա մեջ խնդիր չեմ տենում, բայց եթե չունես, ավելի լավ ես, ավելի կողմ եմ դրան։ Ավելի կողմ ես, որ ես չաշխատամ։ Այո։ Ես մասնագիտությամբ երգչուհի եմ։ Իմ կարիերան ոնց ասեմ, ավելի Պատկերացնում եք, չէ, երգչուհի, բեմ, հյուրախաղեր, նույնիսկ օրերով հյուրախաղեր ու կարող է եւ դուք չունենաք հնարավորություն իր կողքին լինելու եւ ասեմ ավելին, որ ինքը չի էլ սիրում, որ իր կողքին են լինում անդադար։ Դուք ո՞նց եք նայում դրան, պատրաստ եք այս ամենի հետ հաշտ լինել, որ ինքը կարող է 3 օր հյուրախաղերի լինի։ Իհարկե, հիմա այն ժամանակաշրջանն է, որ տեխնոլոգիաներ գոյություն ունի, այդ կապը կարանք առանց իհարկե կապը կարանթատվի։ Դուք կլինեք Վարան Պետրոսյան եւ Լիլիթ Հովհաննիսյաններ մեր դարի։ Դու կարող ես երգեր գրես։ Երգեր։ Չէ։ Ու բացի այդ քո մասնագիտությունը իրականում պատասխանում է մենեջմենթով զբաղվելու ու կարծում եմ կկարողանաք լրացնել իրար այդ առումով։ Հուսով եմ, ես էլ այդ հույս ունեմ։ Իսկ էլ ինչ հետաքրքիր հարցեր ունեք միմյանց տալու տվեք։ Շանս ասած ես համար։ Կարաս տաս ասա։ Ալինա ջան, դու ունես աղջիկ ընկերներ Իհարկե։ եւ հարաբերությունների մեջ մտնելուց հետո ոնց պատկերացնում եք շփումը։ Դե կարծում եմ հարաբերություններ ընթացքում պետք է այդ իրանց այդ շփումը դադարեցվի, որովհետեւ ես էլ չեմ պատկերացնում, օրինակ եթե մենք շփվում ենք հարաբերությունների մեջ ենք ու դու ունես օրինակ տղաընկերներ։ Տղաընկերներ, կողմը նորմալ չի, որ ես ունենամ տղաընկերներ։ Ոչ, այդ ընթացքում չէ, արդեն եթե մեր շփումը կա, բնականաբար ունենաս, բայց շփումը հաճախակի չլինի։ Մեր համար red flag-ը, բայց իրանց համար շատ կոմֆորտ է։ Այդ բազա տեղավորվում են իրանք ամենը։ Մեր համար սա red-ը, բայց իրենք շատ լավ գտան իրար։ Հա խոսացեք, երեխա, մենք ստե չենք։ Բայց Խարիբ, դուք այսինքն պատրաստ եք ձեր ընկերներին հրաժեշտ տալ, երբ որ հարաբերությունների մեջ եք։ Չէ, հրաժեշտ չտալ։ Հիմա օրինակ այդ շփումը հաճախակի է, ես էլ ունեմ աղջիկ ընկերներ, որոնց հետ շատ ազատ կարամ ցանկացած գնամ։ Ինչ նախանգարում որ հարաբերությունների մեջ եք, չեք կարող ազատ ինչ-որ շփվել ձեր աղջիկ ընկերների հետ։ Այդ շփումը արդեն պետքա չդադարեցվի, ավելի քիչ լինի, որովհետեւ ժամանակս արդեն տրամադրեմ իմ զուգընկերուն։ Ավելի շատ ժամանակ է այդ հասկացնեմ ու այդ իսկ թվում ավելի ճիշտ է։ Բայց Ալինան տես չի մտածում, ինքը կատեգորիկ դեմ է այդ հարաբերություններին։ Հա, եթե կատեգորիկ դեմ է, խնդիր չկա, կատեգորիկ կարանք Խարիբի ու Ալինայի ընկերներս հաշվի առնենք։ Ինչ որ մի օր դուք չեք լինելու։ Մի օր դուք չեք լինելու իրանց։ Այս էպիզոդի կոմենտներում իրար։ Ես մի քիչ նյարդային եմ։ Ես չեմ սիրում, որ ինձ շատ զանգում են, գրում են։ Ու եթե ստացվի այնպես, որ ես քեզ քո հետ կոպիտ խոսամ, բայց դու տեսնես, որ ես իրոք հոգեպես տենց ծանր եմ, էլի, ինչ կանես դու այդ պայն կկռվես հետս կամ ինչ որ կբողոքես, թե կհասկանաս, որ իմ բնավորության մեջ կա այդ գիծը ու կընթառաջես ավել։ Ես քանի որ շատ հումորով մարդ եմ, այդ ամեն ինչին փորձել եմ հումորով նայել։ Հումորով նայես, որ ես ներվայնացած եմ, դա ինձ ավելի կնյարդայնացնի։ Չի։ Հա, դուք հումորից։ Հումորը կամ չէ, այսինքն եթե ինքը քեզ ուզում է դրա մոտ բարձրացնի, կոմպրոմիսի գա։ Դրա մասին է խոսքը, այսինքն այդ տրամադրությունս կանցնի, ամեն ինչ կանցնի։ Դավ կլինի այդպես։ Երեխա դուք իրար հետ կներեք red flag-ի կույտեք։ Դուք իրար հետ պետքա չլինեք, որ եթե դուք իրար հետ ելեք, այս տիեզերքում մի բան կճակի, լուրջ եմ ասում։ Դու մենք կտեղափոխվենք ուրիշ տիեզերքի մոտ։ Չափես Եկեք տեղափոխվենք։ Շատ ռոմանտիկն է, Բայց իրանց red flag-երով իրար հետ օքեյ են այս մարդիկ։ Ասում են ներվային են, չի ասում, այսինքն ինչ նշանակում ներվային։ Ասում հա, հումորով հետո
Այսինքն իրանք օքեյ են իրար հետ այդ Բայց դա տոքսիկ հարաբերությունների է ինձ վերջում բերելու ու վերջում շատ վատ վերջանա ես ըստ ինձ Իսկ դու ո՞նց ես վերաբերվում բաց հագուստին Դու բնականաբար եթե երգչու ես, դա ինչը լինելու է Դու պատրաստ ես այսինքն երգչուի կողակիցն ունենալու Իհարկե Բայց եթե բեմին չի այդ բաց հագուստը փողոցում է Չէ, եթե բեմին չի, փողոցում չէ Իսկ դու բաց հագուստին օքեյ ես, այլ ինչ Ղարիբը բաց հագնել Կատ Ղարիբ, դու ես հումորի մարդ, ես եմ հումորներ անում, բացվեք Չնայած գտան իրարից Ոնց է լոտնց թվում Բայց երկրորդ դեյթի երկրորդ ժամադրության կգնայիք Իհարկե, ինչի ոչ Ոչ մի խնդիր չեմ տեսնում ես Ալինա Նայած թե ոնց կհրավիրեր, որտեղ կհրավիրեր Որտեղ Դա մեծ կարևոր է Որտեղ Մեր եզերքում էր առանց Հա Օրինակ եթե չէ Չէ ուզենա որ լիներ ռեստորանային ինչ-որ ոլորտ, ես կուզենայի ավելի թեթև ինչ-որ sense չնստած լինենք, էլի։ Չէ՞ թեթև ավելի տենց ֆիլմի կամ պատկերացրու ձեր երկրորդ ուղղակի քայլելու։ դեյթն է, որ կտաներ Ալինային լավ։ Դե ռեստորան չես ուզում, շատ տարբերակներ կան ուրիշ։ Այսինքն երկրորդ ժամադրության հրավիրելու ես Ալինային։ Հուսով եմ, այո։ Okay։ Իսկ ավելի սոցիալական հարցերի նայեք, հա այն հարցը ոնց ես վերաբերում, որ ծնողների հետ ապրել, չապրել, դրանք Ես միանշանակ հարգում եմ կողակցիս ծնողներին, կհարգեմ միանշանակ, բայց կարծում եմ, որ առանձին ապրելը ավելի ճիշտ է։ Իսկ դու ոնց ես մտածում արի։ Ես էլ դրա մեջ խնդիր չեմ տեսնում ապրելու, եթե օրինակ եթե մեզ ավելի կոմֆորտ է, ավելի հարմար է, ու իմ ծնողներն էլ դեմ չեն լինի դրանց, կարևորը իմ երջանկությունն է, ու բայց եթե նրանք էլ խնդիր չեն տենում օրինակ քո հետ ապրելու կամ քո հետ տրամադրությունը իրանց վրա չի ազդում, կարանք նաև Դե իհարկե պիտի աղջիկը լինի զսպված, ավելի մի քիչ հանդուրժող նամանավանդ, բայց կարծում եմ, որ առանձին ապրելը ավելի ճիշտ է։ Աղջիկը պետք է լինի այնպեսին, ինչպեսին ինքը ուզում է լինել։ Ես ուզում եմ ընդհատեմ այս ժամադրությունը, քանի որ ես հաղորդավարու եմ, կարող եմ դա ինձ թույլ տալ, որովհետեւ sense պրիվկուս մնա ձեր մեջ եւ դուք հասկանաք արդյոք կուզենաք երկրորդ ժամադրություն ունենաք թե ոչ, իսկ մենք Ղարիբին արդեն նախապատրաստենք մեր երկրորդ մասնակցի համար, տենանք իրանք արդյոք red flag են թե green։ Լալի ջան, Ալինան չցանկացավ, բայց սա քո վերջին շանսն է, եթե ուզում եք, որպեսզի ավելի ակտիվ լինեք, ես կարող եմ երգել, դուք բարեք, որպեսզի բացվեք։ Կուզես Ղարիբը քեզ հրավիրի բարի, չէ՞։ Okay, դուք հրաժարվում եք, դա ձեր ոնց է բաց թողնում։ Նախ պետք է ճշտենք, իրենք հրաժարվում են պարից թե երգից։ Դա շատ կարևոր է։ Ամաչում եք պարելուց, Երկու պարից։ Երկի լինի։ Երկել լավ։ Ես երգում եմ, դուք պետք է իրար ես որպես հաղորդավարուի ստիպում եմ դա, թե չէ չի լինելու մեր հաղորդ։ Դա օրենքներից համա դուք պայմանագիր եք կնքել։ Երգում եմ, լավ։ Ինչ է, ինչ բան։ Չէ, երգում եմ։ Դուք եկեք մենք կլսենք։ Բայց որ երգը, մի րոպե։ Ինձ նայիր մի պահ, երազում եմ, ինքս ինձ պահում, ու սպասում եմ, աղ դժվար է ինձ, եւ դու չկաս կողքիս, տագո երևի, եւ համարձակ եղի, ով եմ երազիս կրկի։ Դա հումորի մարդ է համարում իրան, գնա համարձակ։ Երազիս կրկին դու Չէ լավ, red flag եք Փագենք ես հաղորդումը, լավ Լալի ջան, այն կերպարին համապատասխանում է Ղարիբը, որի մասին օրինակ դու մտածել ես, որ կարող օրինակ քո ընտրյալը լինի հենց այս տեսակ արտաքին տվյալների մասին Ինչպես? Հա, համապատասխանում է Հա, հրաշալի Իսկ դու օրինակ ժարից սարքել գիտես, որովհետև շատ եմ սիրում ժարից, օրինակ աշխատանքից հոգնած, եթե գամ տուն դու պատրաստ ես ժարից սարքես, ես սպասես ինձ տանը թանեք միասին Շարից Բայց ռեստորանային ոլորտում եք աշխատում, չէ՞, այսինքն դուք էլ ինչ որ չափով Շարից Սարքել Ես գիտեք պատրաստելուց չէ, բայց շատ Ժարի հեռու տանում եք ընդ Օրինակ դու առավոտյան սուրճ կտանես օրինակ քո ապագա կնոջը Իհարկե, բնականաբար սուրճ ու ձվածեղ, մեկ էլ կարամ ձվածեղ Սուրճ ձվածեղ Անցնում է 3-4 ամիս, էլեմենտ կոֆե Երեխեք, ձեզ մի հատ խնդիր տամ, փորձեք լուծել Օրինակ կոնֆլիկտ ա եղել ու չեք հասկանում ով է ճիշտ, ով է սխալ
Հարիբ դու կբռնես կասես ես տղամարդ եմ, ես միշտ ճիշտ եմ, Լալինը կասի ոայ ճիշտ ես դու, թե օրինակ Լալին կասի չէ, ես եմ ճիշտ, Հարիբը կասի ո՞նց կլուծեք այդ կոնֆլիկտը։ Օրինակ կոնֆլիկտ է եղել։ Ու չգիտենք ով է ճիշտ կամ սխալ։ Դե օրինակ եթե ես լինեմ, ես առաջինը հանգիստ կխոսամ, կասեմ մի հատ հանգստացի տղա ջան։ Եթե ես գոռամ ինքն էլ գոռա, այդ արդեն կտանի բաժանման։ Իսկ Հարիբ դու Բայց ես էլ բնականաբար գտնում եմ, որ այդ գոռալը ամենասխալ բանն է իրականում։ Հա, օքեյ, հանգիստ եք խոսում, չեմ ասում ծեծում եք իրար, որը չի խրախուսվում ընդհանրապես։ Այ կոնֆլիկտի ժամանակ Չէ, նայեցի կարել ընդեղ էին այո։ Չէ։ Կոնֆլիկտի ժամանակ ես YouTube-յան դիտողներին ասացի կներ։ Կոնֆլիկտի ժամանակ չեք հասկանում ով է ճիշտ, հանգիստ եք խոսում, բայց վերջը ձեր համար ով է ճիշտ լինելու, ոնց եք այդ կոմպրոմիսը գտնելու։ Կանայք միշտ ճիշտ են բնականաբար։ Դու տենց ես մտածում։ Այս սկոլսկի ադվետը ըստից։ Okay, մենք ձեզ հասկացանք։ Հիմա Լալին կխնդրենք, որպեսզի նա հեռանա եւ Ղարիբի հետ կունենանք լուրջ խոսակցություն, որ տեսնենք թե երկու մասնակիցներից ով դուրը եկավ։ Բայց դուք ունեք ֆավորիտ մասնակից աղջիկներից։ Չէ։ Մենք հետևեցինք ժամադրությանը, կիսվեցինք մեր տեսակետով, անպայման կսպասենք, որ դուք էլ YouTube-յան հարթակում մեկնաբանություններում գրեք ձեր տեսակետը։ Իսկ այս պահին մենք Ղարիբի հետ արդեն կարող ենք զրուցել, նա ունի ֆավորիտ մասնակից, թե ոչ, եւ արդյոք մենք ունենք ֆավորիտ մասնակից, թե ոչ, աղջիկներից։ Կարծում եմ առաջին մասնակիցը ավելի համապատասխան էր ինձ Ալինան։ Անշի։ Ինչ է դուր եկավ էլի քեզ։ Իր բնավորությունը, իր մտածելակերպը ամեն դեպս կարծում եմ ավելի համապատասխան էր ինձ, իմ բնավորությանը, իմ աշխարհայացքին։ Չնայած այդքան հակասություններ շատ հակասություն։ Կարող է իրանց դեպքում մինուսը եւ պլյուսը ձգում են իրար, էլի։ Անկեղծ ես ասեմ, ինձ թվում է ընդհանրապես ոչ ոք իրար հետ կապ չունեք, որովհետեւ Ալինան ու դու եթե իրար հետ լինեք, շատ լուրջ տոքսիկ հարաբերություններ է լինելու, որը քեզ դուր է գալի տոքսիկ աբյուզիվ հարաբերությունները։ Ալինան է նոր աբյուզիվ հարաբերություններից դուրս եկե, բայց այս պարագայում ինքն է աբյուզանելու Հարիբին, ըստ մուրը հանելու է, որովհետև խոսալուց, որ դու հումորով ես մոտենալու, Ալինը եթե նյարդային մարդ է, բան, սառը տաք է լինելու ու շատ լուրջ կախվածություն է բերելու Ալինայի հանդեպ։ Հասկացաք ինչ եմ ասում։ Ղարիբն է ունենալու կախվածություն։ Ղարիբն է ունենալու, ես էլ էի ավելի շատ այդ ուղղությամբ մտածում։ Էմոցիոնալ ճոճանակների է բերելու, որն էլ առաջացնելու է կախվածություն։ Կարենից դու ինչ ես կարծում։ Կարծում եմ շատ ավելի համապատասխան է մեր երկրորդ մասնակիցը։ Սա ընդհանրապես իմ սեփական կարծիքն է, անձնական կարծիքն է, դու կոնտրոլությունը կարծում եմ կունենաս կամ չէ։ Բայց ամեն դեպքում շատ ավելի խաղաղ հարաբերություններ կունենաս երկրորդի հետ, Լալիի հետ, քան առաջինի։ Դե ինչ, հիմա հասկանանք ում Ղարիբը ընտրում եւ արդեն թողենք, որպեսզի նա անցնի իր երկրորդ ժամադրությանը, բայց արդեն առանց մեզ։ Կարծում եմ ես ընտրում եմ երկրորդ մասնակցին։ Վաու, փաստորեն լսեցիր Կարենին եւ քո որոշումը կայացրեցիր։ Շատ հետաքրքիր է։ Ես կհետևեմ այս զույգին, որովհետեւ տեսնենք թե ոնց է լինելու իրանց երկրորդ ժամադրությունը առանց մեզ, բայց եթե ինչ կգրեք մեր Instagram-յան էջին կամ նկարներ կուղարկեք, մենք story կանենք։ Բայց մի կարևոր բան էլ ասեմ, հիշի որ խաղաղ գետերն էլ են վարարում։ Իսկ մենք արդեն ավարտում ենք մեր երրորդ ավելորդներից եւս մեկ էպիզոդ։ Այո։ Եթե ձեզ հետաքրքրում է եւ ձեր կարծիք եք ուզում արտահայտեք, անպայման մեր YouTube-յան ալիքում գրեք, մենք կկարդանք, մեզ էլ է հետաքրքիր, թե դուք ինչ եք մտածում։ Դե ինչ կսպասենք ձեր կարծիքին մեկնաբանություններում, ինչ նոր սիրավեպեր ու առաջին ժամադրություններ։ Նախագիծը շատ հետաքրքիր էր, սիրով մասնակցեցի, տղան շատ լավն էր, ուղղակի ինքս էլ ժամադրության կեսից հասկացա, որ ինձ համապատասխան չէր։ Իրականում շատ հաճելի էր մասնակցելը, նաև շատ տպավորված եմ խորհուրդներով, կյանքում շատ պետք է գա ինձ թվում է։